Ողջույն բոլորին, այս տեսանյութում դեկտեմբեր ամսվա անակնկալն է, գիտեք յուրաքանչյուր ամիս լինում է, դե ամիսներ կան որ չեղան, բայց ամենայն դեպս եւ խոսեմ եւ ուղեմ, չափսերը չի համապատասխանում ըստ դիզայնի, հանել եմ 12 լավագույն քարտերը, սա այն կանխատեսումը չի, որ ուղղակի ինչ-որ մի բան է սպասվում, հնարավորության դեպքում նաև կանեմ այն մյուս քարտը շաբաթվա ընթացքում մյուս ալիքների համար, մյուս ալիքի համար, որտեղ որ կլինեն ուղղակի անակնկալ, բայց դե ոչ լավը, յուրաքանչյուր, մարդու կյանքում ինչ որ լինի, եւ անպայման կվերլուծենք, թե ինչ է սպասվելու, այդ անակնկալը ինչ անդրադարձ կունենա, 12 քարտը մի փոքր դժվար է խառնելը, Եկողեք ինչ-որ մի բան պահել, ինչ-որ ձեզ անհանգստացնում է, որ ոլորտը կամ դրա մասին ուղղակի մտածեք։ Ահա, ինչ անակնկալ է սպասվում 12 կենդանակերպի նշանին դեկտեմբեր ամսին։ Եվ տեղադրենք։ Չեմ կարող հստակեցնել, ժամերը կլինեն թե ոչ, որովհետև սա այդքան էլ երկար չեմ խոսում ընդհանրապես այս քարտերով։ Ինձ թվում է բոլորդ արդեն ճանաչում եք ձեր նշանների նկարները, ավելի հեշտ է այդպես գտնելը։ Ինձ թվում է այս ամսվա հաջողակները ջրհոսներն են։ Կարծես թե այդպես է։ Եվ եթե պատրաստ եք, մենք սկսենք։ Բռնում է ֆոնի հետ նկարները, գույնը ընդհանուր, ֆոնը, ընդհանուր քարտերի ֆոնը։ Եվ առաջին նշանը խոյերը ընկել է առողջության քարտը, առողջությունը կբարելավի, եթե դուք շատ եք մտահոգված ձեր առողջությամբ, չեք մտածի եւ չեք անհանգստանա այլևս այդ մասին, ամեն ինչ կբարելավի ձեզ մոտ եւ ձեր հարազատների մոտ նույնպես, կթեթևանա վիճակը։ Եթե դուք պետք է վերահատության գնաք, ապա այն շատ հանգիստ եւ թեթև կանցնի։ Նոր ընտանիք, եթե ցանկանում եք ընտանիքը վերամիավորվի, ընտանիքում համալրում կլինի, մարդիկ ցանկանան նոր ընտանիք ունենալ։ Կարող են ամուսնանալ ձեր երեխան, ձեր թոռնիկը, նաեւ այս ամսին կարող է երեխա ծնվել, կամ դուք կհղիանաք։ Ավելի երիտասարդ կզգաք ձեզ ամբողջ ամսվա ընթացքում, կփոխեք ձեր արտաքին տեսքը, մազերը եւ այլն։ Կարող է նաեւ պլաստիկ վիրահատություն ցանկանաք անել, ապա այն հաջող կանցնի։ Ամսվա ընթացքում ավելի շատ կլինեք ձեր ընտանիքի անդամների հետ, կամ կարող եք տեղափոխվել ձեր ծնողի տուն կամ իրեն կան ձեր տուն եւ այս մեկ ամիսը ապրեն ձեզ հետ։ Կամ միգուցե նաեւ դուք գնաք։ Սա նաեւ դանդաղ աճ է, գործերում, բիզնեսում, դանդաղ, բայց հստակ, կայուն։ Տեսնենք ցուլերին ինչ է սպասվում։ Դե սա ընդհանուր առմամբ հաջողության քարտն է, այսպես թե այնպես, ինքը հաղթանակի, բարձրունքի քարտն է, դա կարող է լինել աշխատանքում, ձեր գործերում, նաեւ բիզնեսում։ Ձեզ համար այս ամիսը կարող է լինել այն ամիսը, որ դուք հաջողության կհասնեք ձեր աշխատանքում, կարիերայի բարձրացում, սպիտակ գծի ժամանակն է գալիս ձեզ համար, բոլոր դժվարությունները կմնան անցյալում եւ ամեն ինչ կորոշվի ձեր օգտին։ Նաեւ կարող եք անակնկալ ստանալ, բոնուս աշխատավայրից, նաեւ պաշտոնի բարձրացում։ Կստանաք շատ լավ նորություններ, եթե չեք աշխատում, կարող եք ընդունվել աշխատանքի եւ ամեն ինչ ձեզ մոտ կստացվի շատ հեշտությամբ։ Բոլոր դռները բաց են ձեր առջև այս ամիս եւ ինչ ցանկանաք, այն էլ կարող եք անել։ Եթե ուզում եք դուռը կարող եք փակել ձեր առջև, ինչ-որ մի բան ավարտել այդտեղ եւ փակել այդ դուռը։ Նայենք եկվորյակներին բնականաբար սա գումարն է, նա ինքը արդեն իսկ ասում է իր մասին, որ սա գումարն է։ Գումարային հաջողություն է ձեզ սպասվում։
Կարող են ձեր աշխատավարձը բարձրացնել, կարող եք շահել որևէ վիճակախաղում, կարող եք շարունակություն ստանալ ամբողջ դեկտեմբեր ամսին կարող է շատ գումար աշխատեք կամ աշխատելու հնարավորություն ունենաք։ Նաև կարող եք թանկարժեք նվերներ ստանալ կամ գնել։ Կարող եք բնակարան գնել, նաև վաճառել եւ գումարը վերցնել այս ամիս։ Նաև հող կարող եք գնել, կունենաք շատ գումար վաստակելու հնարավորություն եւ կարող է ձեր բիզնեսը ծաղկի այնպես, որ դուք շատ գումարներ աշխատեք այս ամիս։ Կամ մեծիր կարող եք վաճառել եւ մեծ գումար գա ձեր ձեռքը։ Կարող եք երկրորդ եկամտի աղբյուր գտնել, աշխատել եւ ավելի շատ ստանալ եւ լավացնել ձեր ֆինանսական վիճակը։ Նրանց սովորաբար դեկտեմբերին ովքեր որ ամանորի հետ կապված ինչ-որ բաներ են անում, բնականաբար բոլորը ավելի շատ են եկամուտներ ունենում։ Գնանք հաջորդ նշանը խեցգետինն է։ Դա երեխայինք է, դա նորություն է, մեկնարկ, նոր բան կմտնի ձեր կյանք, նոր հնարավորություններ, նոր առաջարկ եւ աշխատանքում եւ բիզնեսում, նոր բիզնես կարող եք բացել, կարող եք հղիանալ կամ ծննդաբերել կամ այս ամիս ավելի շատ լինեք երեխաների շրջապատում կամ ընդունեք այնպիսի վայր աշխատելու, որը կապված է երեխաների հետ։ Ոմանք էլ նոր աշխատանքի կանցնեն, ձեր կյանքում որևէ փոքր եւ նոր սկսվող բան կմտնի, նոր հարաբերություններ եւ այլն։ Ձեր երեխաների հետ կապված հաջողություն կարող եք ունենալ, կամ իրենք կարող են հղիանալ, իրենք երեխա ունենալ։ Երեխաներից կամ թորնես լավ լուր, լավ նորություն։ Նոր սկսվող բան է, նոր հարաբերություն, նոր աշխատանք, փոքր ինչ որ բան է։ Գուցե նաեւ այս ամիս մի փոքր ձեզ երեխա զգաք կամ հիշեք ձեր մանկությունը։ Այսքանը կնայենք հաջորդ նշանը, առյուծներն են, սա ճամփորդության քարտն է, սովորաբար, կարող եք հաջողակ ճամփորդություն ունենալ կամ հաջողակ գործուղում նաև, շատ կլինեք ճանապարհներին, դա կարող է լինել նաև աշխատանքի բերումով, կարող եք նաև ֆիզիկապես շատ շարժուն լինել եւ ամեն ինչ հասցնել այս ամիս։ Ուր էլ որ գնաք, ամեն ինչ հաջողությամբ կավարտի եւ ուր էլ որ գնաք ձեզ հաջողություն է սպասվում։ Հաջողություն կլինի այն գործերում, ձեր գործերում, առաջխաղացում եւ զարգացում կլինի նաեւ բիզնեսում, կարիերայում։ Կարող եք ցանկանաք նոր մեքենա գնել կամ որևէ շարժական գույք։ Եթե ցանկանում եք տեղափոխվել մեկ այլ երկիր կամ բնակարան, դա էլ հաջողությամբ կստացվի ձեզ մոտ, կամ քաղաքից քաղաք եք ուզում տեղափոխվել։ Ամեն ինչ շատ արագ կստացվի ձեզ մոտ եւ առանց որևիցե խնդիրների։ Եթե խնդիրներ ունեք, ապա ելք կգտնեք բոլոր դժվար իրավիճակներում, ցանկացած իրավիճակում։ Որևէ գաղափար կունենաք, թե ինչպես շատ արագ եւ հեշտ լուծել այս կամ այն խնդիրը։ Դա իհարկե առաջ տանելով ձեր բոլոր գործերը։ Այսքանը կնայենք հաջորդ նշանը կույսն է եւ իհարկե առիթի քարտը։ Ավելի շատ կլինեն առիթներ, ծնունդներ, շատ կլինեն այս ամիս։ Ուրախության դե բնականաբար դեկտեմբերն է եւ դուք քեֆ չի հասանն եք լինելու այս ամսվա։ Ուրախության առիթներ շատ կլինեն, հասարակական միջոցառումներ, որտեղ որ դուք կմասնակցեք, կլինեք այնտեղ, որտեղ որ շատ մարդիկ կան, կամ դուք ինքներդ ուրախություն կստեղծեք ձեր տանը, առիթներ կստեղծեք եւ կուրախանաք։ Երեխա կծնվի, հարսանիքներ, նշանադրություն կամ ծնունդներ շատ կլինեն, գուցե դեկտեմբերի, ոնց որ անդադ ծնունդների ամիս է, մինչև ամանոր։ Կամ ինչ որ բաներ կլինեն ձեր ընտանիքում, որ կնշեք։ Չեք ցանկանա աշխատել, անընդհատ կցանկանաք հանգստանալ եւ ուրախ ժամանակ անցկացնել։ Ավելի пассив կարող եք լինել աշխատանքում եւ ավելի շատ կցանկանաք կյանքը վայելել ու ոչինչ չանել։ Դե բնականաբար այս քարտը հենց դա էլ խոսում է։ Հասարակական կյանքը ձեր, եթե զբաղվում եք հասարակական կյանքով, եւս հաջողություն է սպասվում։ Նայենք հաջորդ նշանը կշերտներն են, սա վերցրել եմ աշխատանքի, կարիերայի համար, առաջ խաղացում, սա ձեր կարիերայում, աշխատավարձի բարձրացում նաև, պաշտոնի բարձրացում, պաշտոնի փոփոխություն, կայուն աշխատանք,
կայուն աշխատանքի տեղ, եթե աշխատանքի եք փնտրում, ապա անպայման այս ամիս գնացեք, հավանականություն շատ մեծ է, հեսա հաջողության քարտն է, այնպես որ նաև կկարողանաք աշխատանք գտնել հաջողությամբ։ Եվ սա, եթե հիվանդանոցում խնդիրներ ունեք, ուսման հետ կապված, քննություններ եւ այլն, այդ ամբողջը եւս շատ լավ կհանձնեք, եթե ինչ-որ վախեր ունեք, ապա մի անհանգստացեք։ Ինչ կարող եմ ասել այս քարտով, դե բարձրունքի քարտն է, դուք ինքներդ ամեն մեկը իր կյանքում որևիցե ինչ-որ փոփոխություններ տեղի կունենա դեպի լավը, դեկտեմբեր ամսին։ Բիզնեսը առաջ կգնա, առաջ խաղացում կունենա, եկամուտները ավելի շատ կլինեն, քան ընդհանրապես կային ձեզ մոտ։ Այսքանը եւ կնայենք հաջորդ նշանը։ Դե սա ես վերցրել եմ սրտի փոխարեն, սովորաբար միշտ սիրտեր, այս անգամ վերցրել եմ, իրենք նույն նշանակությունն ունեն եւ սիրտը եւ ընդհանրապես այս քարտը ինձ համար այստեղ սա նոր սեր, նոր հարաբերություններ, սիրո խոստովանություն, նաեւ ամուսնություն։ Եթե գիտեք, որ պատրաստում եք հարսանիքի, ուրեմն այս ամիս ձեզ համար մեծ տոն կլինի կամ կարող է սյուրպրիզ անել, անակնկալ լինել ձեզ համար եւ ձեր զուգընկեր առաջարկի, որ ամուսնանաք։ Ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, նաեւ սա գործարք է։ Գործարք է, որը շատ հաջողությամբ կկնքեք, եթե ունեք գործարք։ Նշանադրության կամ ամուսնության մասին կխոսեք։ Ընտանիքում ամեն ինչ նորմալ կլինի, ձեր թոռները կամ երեխաները կարող են սիրահարվել, իրենք ամուսնանան, տանը խաղաղ կլինի, հաշտություն մեկը մյուսի նկատմամբ, ներդաշնակություն, մեկը մյուսի հանդեպ լավ տրամադրված կլինեք։ Տանը սեր գիշխի, այնպես որ նաև ամուսնու վերադարձ, կնոջ վերադարձ, եթե ցանկանում եք, եթե իրենք հեռու են ձեզանից, ապա կարող են վերադառնալ այս ամիս։ Գնանք հաջորդ նշանը դա աղեղնավորն է, իսկ աստղը դա երազանքների իրականացումը, ձեր բոլոր ցանկությունները կկատարվեն, եւ անգամ այն երազանքները, որոնք դուք մտածում եք, որ անհնարին է, որ դա իրականանա։ Եթե դուք գիտեք, թե ինչ եք ցանկանում, ապա եթե գնաք այդ ուղղությամբ, ապա ամեն ինչ ձեզ մոտ շատ հեշտ կստացվի եւ շատ լավ։ Աստված ձեր բոլոր գործերում ձեզ կաջակցի։ Ձեր տաղանների շնորհիվ կարող եք հասնել ինչ-որ արդյունքների։ Կարող եք այս ամիս ճանաչվել, հեղինակություն ձեռք բերել, ինչպես աստղ, փայլել։ Ձեր գործունեությունը ավելի շատ կճանաչվի, առաջ կարող են գնալ ձեր հոբիները։ Մարդիկ կսկսեն ձեզ ավելի լավ ճանաչել, ձեզ ավելի շատ գնահատել, ձեր աշխատանքը նույնպես։ Եթե ցանկանում եք երիտասարդացման հետ կապված պրոցեդուրաներ անել, փոխել ձեր տեսքը այն ինչ որ կապված է գեղեցկության հետ, ապա հանգիստ փոխեք, քանի դեռ Վեներան հետադարձ չէ։ Կարող եք գտնել լավագույն մասնագետին, լավագույն բժշկին եւ կստանաք ձեր ցանկացած արդյունքները։ Նաեւ հյուր կունենաք հեռվից, դրսից, կամ դուք կարող եք նաեւ գնալ երկրից դուրս։ Եվ ամբողջ ամսվա ընթացքում Աստված կլինի ձեր կողքին եւ ամեն հարցում ձեզ կաջակցի։ Նաեւ սա վիզա է ոմանց համար, շատ հավանական է, եթե դիմել եք, ապա կարող եք ստանալ, որպեսզի գնալ օրինակ հանգստանալ ամանորին։ Այսքանը գնայինք հաջորդ նշանը, դա այդ եղջյուրն է։ Այդ եղջյուրներին ուսման քարտն է ընկել։ Ավելի շատ ուսման հետ է կապված հաջողությունը, աշխատանքի, պաշտոնի փոփոխություն, այն ինչ որ կապված է թղթերի հետ եւս, պայմանագիր եւ այլն։ Եթե հաշվապահ եք, ապա եւս հաջողություն է ձեզ սպասվում։ Իրավաբանական հարցերում, այն ինչ որ կապված է գաղտնի գիտության հետ, թեկուզ ոստիկանություն, հետախուզական ոլորտներում եւս հաջողություն է սպասվում։ Եթե աշխատում եք նման վայրերում, ապա ձեզ հաջողություն է սպասվում նաև պաշտոնյաներին։ Եթե ուզում եք ընդունվել որևէ տեղ աշխատելու, ապա հեշտությամբ կընդունվեք։ Կաշխատեք, սովորեք նաև, միգուցե իրենք են ուղարկում ձեզ սովորելու։ Նոր գիտելիքներ ձեռք կբերեք, եւ այն ինչ կսովորեք, պետք է անմիջապես փոխանցեք դիմացինին։ Պետք է գաղտնի չպահեք ձեր մեջ, այնինչ դուք գիտեք, դուք պետք է փոխանցեք։ Կարող են նաև գաղտնիքներ բացահայտվել, բայց այս դեպքում բնականաբար միայն դրական։ Դա կարող է լինել սիրային թեմայով, աշխատանքի հետ կապված։ Կարող է իմանաք, որ որևէ մեկը սիրահարված է ձեզ, կամ ինքն ասի այդ մասին։ Լավ նորություններ կլսեք։ Որևէ մեկի հետ ծանոթություն, նամակագրական կապ,
Կարող եք ծանոթանալ գրադարանում, գրախանութում, սոցցանցերում եւ այլն, որտեղ որ ավելի շատ գրում են, կարդում են, ուսման կենտրոնում նաեւ։ Եթե գիրք եք գրում, ապա գրքի շնորհանդես կկազմակերպեք կամ գիրքը կավարտեք այս ամիս։ Ցանկացած գիրք, լինի դա փոքր, մեծ, թե ինչ որ միջին, հաստ բարակ, երկար, կարճ, այնպես որ կավարտեք։ Անցնենք ջրհոսներին, ամենա հաջողակ մարդիկ են ջրհոսները, որովհետև այս քարտը երբ որ ընկնում է, ուրեմն դուք ամենահաջողակ մարդն եք։ Սա ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում, անխտիր հաջողություն է ձեզ սպասվում։ Հաջողություն կարելի լինել ուսման մեջ, աշխատանքում, կարիերայում, բիզնեսում, առողջության մեջ, նույնպես։ Ինչով որ դուք զբաղվում եք, այդ ամենում հաջողություն է սպասվում։ Հատկապես ճամփորդելու հետ կապված հարցերում սպասվում է հաջողություն։ Եթե ուզում եք ճամփորդել եւ խնդիրներ էին առաջացել, ապա այդ ամենը կանցնի։ Այն ինչ որ լինի ձեզ համար, այդ բոլորը երջանիկ փոփոխություններ են։ Անձնական կյանքը կարող է փոխվել։ Ինչ հաջողություններ որ լինի եւ ինչ էլ որ ձեզ հետ կատարվեն, դա ճակատագրի կողմից է լինելու։ Ուղղակի դուք պետք է վերցնեք այն, ինչ որ տալիս է ճակատագիրը եւ վայելեք այս ամիս։ Ավելի թեթև կզգաք ձեզ ամբողջ ամսվա ընթացքում։ Սա ամենահաջող քարտն է բոլոր քարտերի մեջ։ Դուք տեսնում եք, երբ որ նա ընկնում է, ես ինչ եմ ասում։ Այնինչ կտա ճակատագիրն այս ամիս, պարզապես վերցրեք եւ շնորհակալ եղեք։ Ձեր բոլոր խնդիրները կվերանան եւ ամեն ինչ շատ արագ։ Եվ ինչպես միշտ ծկները ամենատուժվածն են, ամենավերջին քարտն է, մշտապես իրանք կամ երկար են սպասում, կամ արագ առաջ են տալիս, որպեսզի հասնեն իրենց, նույնն էլ աստղաբանության մեջ, չէ, այդպես է։ Կամ մինչև իրենց քարտը գալիս է, մինչև իրենց կանխատեսումը հորոսկոպը լինում է, չէ, միշտ այդպես անում են, մինչև գալիս է ասում է ձեր արդեն ամիսը սկսվում է կամ ավարտվում։ Տունը, դեսա ընտանիքն է, եթե ցանկանում եք տեղափոխվել, տուն գնել, տուն վաճառել, ապա այն հաջողությամբ կընթանա։ Տան հետ կապված փոփոխություններ, տան վերանորոգում անել, տան համար նոր գույք գնել, ձեռք բերել, ինչ ցանկանում եք հաջողությամբ, ինչ որ մի բան կարող գնել, բնականաբար, բայց սպասեք, իհարկե, դեկտեմբերը, այսպես թե այնպես դեկտեմբերին ենք մենք նայում, բայց դե ինչ է նոյեմբերի 29-ը Մերկուրին դեռ հետադարձ է, այնտեղ 1-2 օր պետք է անպայման ուշադրություն դարձնել։ Դե 30-ը կիրակի է, 1-ից սկսվում է արդեն դեկտեմբերը։ Եթե տան հետ կապված խնդիրներ ունեք, ապա այն կարող է վերջանալ։ Եթե տուն չեք գտնում կամ վարձով տուն նաև, ապա կկարողանաք գտնել։ Կարող է տուն ստանաք որպես ժառանգություն, տունն եք կիսում ձեր հարազատների միջև։ Նոր ընտանիք կկազմեք։ Ընտանիքում որևէ մեկը կամ ուստանա, կամ կմիավորվեք իրար։ Ոմանք էլ նորություն կլսեն իրենց ընտանիքի մասին։ Եվ տան հետ կապված է յուրաքանչյուր բաներ, ինչ էլ որ անեք, այն հաջողությամբ կընթանա ձեզ մոտ։ Յուրաքանչյուր։ Եվ այսքանը կարծես թե այլևս ոչինչ չկա։ Դե եթե ուզում եք տեղափոխվել, բնականաբար ամեն ինչ շատ հեշտությամբ կլինի։ Մի քիչ լավ չի երևում, բայց ոչինչ։ Այսքանը սիրելիներս, մտածեք դրականը, որպեսզի դրական էներգիա գա ձեր կյանք։ Եթե թեկուզ քարտերը բացասական են, միևնույնն է, ամեն ինչ ձեզանից է կախված, եթե դուք դրական մտածեք, հենց այդպես էլ կգա ձեր կյանք։ Այսքանը լավ եղեք եւ հաջողակ։